Այն մարդկանց որակ ես չեմ տեսել, գոնե ֆիլմերով, գրքեր կարդալով եւ այլնով այդ ամենը փորձենք մեր ազգի մեջ հիշեցնել, թե ինչ դժվարություններից ենք մենք վեր հանել։ Ինչպիսի օրեր ենք ունեցել, ինչպիսի դժվարություններ, ինչպիսի հաղթանակներ։ Եվ մեր ազգի մեջ պետք է մենք բոլորս իմանանք, թե մեր դժվար օրերը եւ թե ուրախ օրերը։ Ուզում եմ այսօր խոսեմ նաեւ այսօրվա աստվածաշրջան հատվածից, խնդրի քեզ տալիս մի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին, ոչ էլ հարուստ հարևաններին, որպեսզի նրանք փոխարենը քեզ չհրավիրեն, որ քեզ հատուցում չլինի, այլև ընդունելություն ամես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին եւ երանելի կլինես, որովհետեւ փոխարեն քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եվ քեզ փոխարենը կհատուցվի արդարների օրը։ Եվ սեղաններից մեկը լսեց սա, ասաց. Երանի նրան ով ճաշ ուտի Աստծո արքայության մեջ։ Ուրեմն առաջին մասը հասկացանք, չէ՞, Քրիստոս ասում է, երբ որ ճաշ է պատրաստում, այն մարդկանց մի հրավիրեք ձեր սեղանի մասնակից, որ փոխադարձ կարան ձեզ շնորհակալություն հայտնել։ Փոխադարձ կարող են ձեզ օգտակար լինել։ Շահ մի հետապնդեք։ Այսօրվա մեր մատաղի խորհուրդը ինչ է, չէ՞, մենք ասում ենք մատաղանում ենք, բաժանում ենք մեզ անծանոթ մարդկանց։ Մատաղանում ենք օրնված կերակուրը բաժանում ենք մարդկանց, մեզ անծանոթ մարդկանց, հիմա մեր համայնքի մեջ մեր եկեղեցին է, որ թե մենք իրար ճանաչում ենք, սակայն մեկ ընտանիքից, ֆիզիկական ընտանիքից դուրս է, եւ փոքրիկ մի հնարավորություն ենք բաշխելու տարբեր մարդկանց։ Լինում են մարդիկ, որ գալիս են ասում են մատաղ ենք ուզում կազմակերպենք, շաբաթվա ինչ-որ մի X օր, ոչ կիրակի օր։ Բայց դուք վստահ եք, որ այդ օրը կգան ձեզ անծանոթ մարդիկ, որ կիրակի եկեղեցում լինում։ Ասում են, չէ, ընկերներս կգան, ասում են, դա չի լինում, դա մատաղ չէ, դա եղավ ճաշկերուտ։ Այսօրվա խոսակցության ամենալի թեման մեզ դաս, որ հատկապես մատաղի խորհրդի մասի, որ մենք անում դրում ենք մատաղ, որ ուզում ենք մարդկանց օրնված կերակուր բաժնել։ Իմաստը կայանում է նրանում, որ դա կատարվի ոչ մեզ ընտանիքի անդամ մարդկանց, առավել ևս կարիքավորներին պետք է փոխանցեք։